Բարի կեսօր նոր միացած բոլոր հեռուստադիտողներին, հոգեբանությունից կտրուկ անցում ենք կատարում գրականությանը։ Օրեր առաջ ընթերցասերներին է ներկայացվել Հրաբուխի շուրթին նոր գիրքը, այժմ մեր տաղավարում է հեղինակը Սաշ Հայկազոնին։ Բարի առավոտ Տիկին Հայկազոնի, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ ձեր առավոտը մեզ հետ եք սկսել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սովորաբար ինչպես են ձեր առավոտները սկսվում։ Գիտեք, նայած որ երկրում եմ, որ քաղաքում եմ։ Հաճախ եք ճամփորդում։ Եվ որ ուղղություններով թե էլի տարբեր։ Ես համատեղում եմ, ապրում եմ եւ Ռուսաստանի Դաշնությունում, Վոլգոգրադ քաղաքում եւ տարվա կեսը Հայաստանում եմ, իսկ եվրոպական տարբեր քաղաքներ արդեն ճամփորդում եմ, որովհետեւ եւ աղջիկս է Եվրոպայում, եւ քույրս եւ էլի լիքը հարազատներ ու ընկերներ։ Շատ լավ, մինչև գրքին անդրադառնալը, Հրաբուխի շուրթին ստեղծագործությանն անդրադառնալը, կուզեի խոսենք ձեր ստեղծագործական մասնագիտական ուղուց, որ տարիքից է, որ գրականությամբ եք զբաղվում եւ որ պայծ եք հասկացել, որ հետ ստեղծագործելն է ձերը։ Այստեղ չկա այդպիսի կոնկրետ հստակ զարգացում կամ էվոլյուցիոն process, հա, իմ ստեղծագործական աշխարհում, ու ես պիտի ուրեմն սկսեմ էլ ավելի մի փոքր հեռվից, Լորվա սարերից, որտեղ անցել է իմ մանկությունը։ Ծնվել եմ Երևանում։ Ծնողներս ուսանողներ են եղել եւ մի տարեկանից ուղարկել են դսեղ, գիտեք։ Եվ Թումանյանական, այո, Թումանյանական միջավայրում եմ մեծացել, նույնիսկ ասեմ ավելին, տատս Թումանյան նվարդ է։ Դա աղջիկը չի։ Սփոթեգատը երբեմն ասում եմ Թումանյան նվարդ մի անգամից զուգահեռներ են տանում։ Չէ, իրենք երկու եղբայրների ճյուղեր են։ Տատս ծոր, Թումանյանը թոր, երկու եղբայրների, հա։ Եվ իմ ամբողջ մանկության տարիներին ես անդադ լսում էի, թե տատիկս ինչպես էր հպարտությամբ ասում մենց բիձիկս։ Սա դասեղի բարբառն է, բիձիկ իրենք հորեղբորն են ասում, նկատի ունենալով Հովհաննես Թումանյանին։ Ու ինչ հիշում եմ ինձ ամեն տարի, նույնիսկ հետագամ դպրոցական տարիները, երբ որ եկել եմ Երևան ու ամառները յուղում էինք անցկացնում, տատիկը ձեռքներս բռնած, պարտադիր գնում էինք տուն թանգարան։ Այնպես էին գնում, կարծես սրբատեղի էր։ Այս զգացողությունը, այս ջերմությունը եկել են դեռ մանկական տարիներիցս։ Տատիկս շատ քիչ հիշողություն ուներ, ինքը 3-4 տարեկան է եղել, մեկ հանդիպում էր հիշում, ասեց հարսանիքներից մեկի ժամանակ ասեց Հովհաննես Բիձեն, այդ Հովհաննես Թումանյանին նկատի ուներ, ինձ գրկեց ու պաչեց։ Աղոտ մանկական հիշողություններից այդպես բաներ հիշում։ Որից ես փշաքաղվեցի։ Եվ ամենը ինձ համար դուք չեք պատկերացնի, ասենք, ինչ եւ հպարտություններ, ինչպես տատասեր իրեն հպարտացնում եւ հարազատության զգացումը, քնքշության, այդ ամենը իմ մեջ այսպես կուտակվում էր։ Եվ կարելի է ասել, որ ձեր ոգեշնչման աղբյուրը հենց Թումանյանն էր։ Գիտեք, շատ Լորին ինքը շատ բանաստեղծական է։ Դսեղը հատկապես, ինքը իր բնությամբ, իր սարերով, գաղտնիք չի, չէ, որ Հովհաննես Թումանյանը չի ունեցել բարձրագույն կրթություն, բայց ստեղծել է համաշխարհային արժեքներ։ Ես ավելի քան համոզված եմ, որ դա հենց այդ բնությունն է տալիս, այդ սարերը, այդ անտառները, այդ մի խոսքով դրախտային է ամենը։ Եվ փաստորեն մինչև դպրոց գնալը ես մեծացել եմ Ուրեմն տեսեք դսեղում տատիկիս մոտ ամառվա սեզոնին տատիկս էլ ուղարկում էր հորս տատի, այսինքն նախատատիս մոտ, հա, ով ծեր կին էր ու սարերում էր։ Սարերում էին լինում այսպես օբաներ էին, կիսագետնափոր եւ այլն։ Ու չգիտեմ, եւ էներգիա էր տալիս այդ ամեն ինչը, մի ուրիշ աշխարհ էր դա, որը մինչեւ այսօր ես կարոտով եմ հիշում, պես մի ուրիշ ձևի զգայական աշխարհ է ինձ համար։ Եվ ես կարծում եմ, որ ճիշտ է, ես չեմ գրել, բնականաբար այդ տարիներին ոչինչ չեմ գրել, բայց կարծում եմ այնտեղից է գալիս իմ պոեզիան։ Առաջին բանաստեղծությունս գրել եմ 3-րդ դասարանում։ Երբ տառաճանաշ դարձա, բնականաբար առաջին գրքերս եղել են Թումանյանի գրքերը, հեքիաթներ, հետո պատմվածքներ, ապա արդեն բանաստեղծություններ, պոեմներ։ Դուք այն հայտնի սև գիրքը հաստատ ունեցել եք հեքիաթների։ 4 հատորներ էին մեր տանը, 4 հատորները, որ ասենք հայրս բերեց ու դրանց մեջ էի արդեն, որ ես
Բացի այն, որ մինչ այդ տատս ամեն օր մեզ երեկոները հեքիաթներ էր պատմում, երբ որ ես հասկացա, որ ես ինքս կարող եմ գտնել, կարդալ, ինչ ուզում եմ, ինձ համար մի նոր աշխարհ բացվեց ու բացվեց Թումանյանով։ Եվ այստեղ արդեն թումանյանական թեման շարունակվում էր մեր ընտանիքում քննարկվել հաճախ։ Հորիցս մնաց մի շատ հետաքրքրելի արտահայտություն, որ ասում էր Թումանյանի հանճարեղ պարզությունը։ Սա ես փոքր տարիքից լսել եմ եւ այսա ունեցել է ազդեցություն իմ վրա, որ արդեն շատ ավելի ուշ տարիքում սկսում ես գրել ու մտածում ես իսկ կհասկանան, իսկ եթե այսպես, այսինքն սա եւ պատասխանատվություն է բերում ընթերցողի նկատմամբ եւ կապ, կամուրջ։ Պոեզիան ինձ համար դա հենց այդ կամուրջն է, գրող ընթերցող կամուրջն է։ Դու պիտի ասելիք ունենաս, արվեստի մարդը պիտի ասելիք ունենա, ոչ թե լինի գեղեցիկ բառերի շարան, այլ կոնկրետ ուղերձ պիտի ունենաս։ Եվ ես դրան մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում։ Հետաքրքիր ընդգծում արեցիք Թումանյանի մասով, երբ ես փոքր տարիքում էի, մտածում էի, դե Թումանյանը հեքիաթագիր է, այո, գրում է լավ հեքիաթներ, մեզ համար կարդում են, մենք ենք կարդում, բայց այ ավելի հասուն տարիքում, երբ հետ հայացք ես գցում, հասկանում ես, որ իրոք հանճար էր։ Իրոք ամեն մի տողը, ամեն մի խոսքը, ամեն ասածը ես միշտ նստում եմ մեր ընտանիքի անդամների հետ, ասում եմ ոնց է այդքանը պատկերացրել, որովհետև ամեն ինչը պատկերացնելու է այդ դսեղ գյուղի այդ ձորերի սարերի ֆոնին ինքը այնպես է նկարագրում, քեզ թվում է դու այնտեղ ես։ Ես երբեմն այդ տեսակ մտածում եմ լավ ինչ երևակայություն պիտի մարդ ունենա, որ գրի բազմած լուսնի նուրբ շողերին, հովիտերին թռչելով, փերիները սարի գլխին հավաքեցին։ Խնդանալիք է ուղղակի տեսարանը, որ պատկերացնում ես, եւ իրոք այդ բնությունն է տալիս, այսպես շռայլորեն տալիս է, դերցնելը պետք։ Անդրադառնանք ձեր վերջին գրքին, Հրաբուխի շուրթին, նախ շնորհավորում եմ շնորհանդեսի կապակցությամբ, ինչ տպավորություններ կան շնորհանդեսից։ Գիտեք, միշտ մարդաշատ է լինում։ Եվ դա հրաշալի է, որովհետև իրոք ուրախալի է, որ գրականությամբ հետաքրքրվողները այն էլ ժամանակակից զարմանալիորեն նույնիսկ ռուսներ էին եկել, վերջում մոտեցան, հարցնում եմ ինչ որ բան հասկացաք։ Ահա։ Չէ՞ որ դուք հայերեն չեն հասկանում, մի քիչ հասկանում ենք։ Շատ ուրախալի է։ Բայց դա հերիք չի, չէ՞ որ պոեզիան ատմոսֆերա։ Միջավայր է, այո։ Ատմոսֆերան, այո, այս իրանց պատասխաններն եմ ասում։ Իհարկե ճիշտ կլներ ընթերցողներին հարցնել, բայց իրենց արձագանքները, կարծիքները, այդ ամբողջ գիշեր շնորհակալություն հայտնողներ, գրողներ եղան ինձ եւ այլն։ Բայց ես կարող եմ այսպեսի մի պահ ասել, որ 2-3 անգամ փորձել եմ ընդհատել, ավարտել, ամփոփել, ոչ ոք չի շարժվել։ Այսպես նստած նորից նայում եմ, ու ես նորից եմ կարդում ու նորից եմ ասում, ժողովուրդ, ես մինչև առավոտ կարող եմ կարդալ։ Փակենք այսօր։ Կարող եք վեր գնալ, կարող եք մոտենալ այնտեղ հյուրասիրություն կա, գինու եւ այլն, հա։ Չէին շարժում տեղներից ու դրա համար այն որ նախատեսել էինք 1:30-ից մինչև 1 ժամ 40 րոպե, տևեց 2 ժամ 20 րոպե ու ես հասկացա մի բան, որ մինչև ես վերջ չգնամ, իրանք վերջ չեն գնալու։ Այսպես կտրուկ վեր եմ կացել, նոր արդեն, այսինքն սա արդեն չափանիշ է ինձ համար, սա արդեն հրաշալի է, այո։ Իսկ ինչպես գաղափարը առասարակ առաջացավ գրքի։ Այնքան բարդ հարց տվեցիք։ Այո, ես իրոք չեմ մտածել երբևէ, որ պիտի տպեմ։ Դուք հարցրեցիք նաև էվոլյուցիան, հա, ինչպես է տեղի ունեցել։ Մանկական իմ բանաստեղծություններից շատ քիչ բան են մնացել, ավելի շատ այն ինչ որ մնացել է հիշողությանս մեջ։ Որովհետև տեսեք, իմ ընտանիքում ստեղծագործող մարդ չի եղել, նկատի ունեմ գրական ասպարեզում, բժիշկներ են եղել։ Ու իմ մեջ էլ ավելի շատ տեսել են ապագա բժշկուհու։ Ինչպես եք հանդգնել, գնալ գրականության ուղով։ Տեսեք, ես ինքս էլ, քանի որ մեծ հեղինակություն էին ծնողներս, հատկապես հայրս մեծ հեղինակություն է եղել ինձ համար, ես ինքս էլ առանձնապես իր աչքերով էի, իր պրիզմայով էի նայում ամեն ինչին, ու էական նշանակություն չէի տալիս, նույնիսկ այն դեպքում, երբ որ իմ բանաստեղծությունները զբաղեցնում էին դպրոցական պատի թերթի առաջին հորիզոնականը։ Այսպես շարունակվեց մինչև դեռահասության 7-8-րդ դասարան, 7-8-րդ դասարանում կամաց այդ բնությունից, մայրիկի թեմայից անցում եղավ արդեն մի քիչ
ինչ որ հետաքրքիր մի հայացք, մի ժպիտ, մի գեղեցիկ խոսք, մի փոքր այսպես ռոմանտիկ բանաստեղծություններ։ Ու այստեղ սկսվեցին հարցերի շարանը, այսու մասին է, այսով է, այս իրանն է ինչա։ Սա իհարկե գիտեք չիմանալու, չհասկանալու արդյունք է, պոեզիան ճիշտ չգնահատելու արդյունք է։ Պոետները երբեք չեն գրում ինչ որ մեկի մասին, հա։ Այո։ Եթե իրոք պոետ է, եթե իրոք ինքը այդ էներգետիկ դաշտում է, նա այնտեղ ինչ կուզի կանի, դա նրա օրագիրը չի։ Հասկանալի եմ, չի ասում։ Պոետը կարող է մտնել իր երևակայական դաշտ եւ ստեղծել բան ստեղծել, բանաստեղծություն, բան ստեղծելու երևույթն է։ Եվ հնարավորինս տալ դրան գույներ, էսթետիկական գեղեցկություն տալ, հա, ու այստեղ ուղղակիորեն փնտրել դեպքերի ինչ որ ընթացք, ասենք թե պատկերացրեք գրում ես Փարիզ, Շանոաղ, կուզես սև կատու, անձրևեր մի բաղ ջազ էր, ես ու դու։ Երկար է բանաստեղծությունը չեմ ասում ամբողջը, բայց մեկ էլ դրան հաջորդում են զանգերի տեղը, այս Փարիզը իր, հա, բաում հետ է իր եւ այլն։ Տեսեք ու 8-րդ դասարանում արդեն նմանատիպ այսպես բախումների պատճառով ես ուղղակի ոչնչացրեցի ճղել եմ իմ բոլոր բանաստեղծությունները եւ որոշել եմ այլևս չանդրադառնալ դրան։ Դրա համար շատ մեծ ուժ է պետք ստեղծածը պատրենտեն նետելու համար։ Մեկ-երկու անգամ արել եմ, դա մի ուրիշ անգամ մոտ 300 գիրք եմ վարել։ Ու լինում է այնպես, որ գիտեք ապաթիայի ինչ որ մի հատ հոգեվիճակ է ստեղծում, որ ես նույնիսկ երկու ստեղծագործություն եմ, որտեղ կռիվ եմ տալի իմ մուսայի հետ, որտեղ ասում եմ, որ չեմ գրելու գնագրողի ծոցը։ Բայց եթե տրված է քեզ այդ հատկությունը, շուտ թե ուշ մուսատ հաղթում է, որովհետև գիտակցում ես, որ այդ մտքերը քեզ բաց չեն թողնելու, այնքան են գլխիդ մեջ ես մինչև հանձնես թղթին ու ազատագրվես։ Եվ նորից սկսում ես ետ գալ այդ պոեզիայի դաշտ։ Ինչու հենց Հրաբուխի շուրթին վերնագիր ինչպես եք ընտրել եւ առասարակ տվյալ գրքի վրա որքան ժամանակ եք աշխատել։ Ահա։ Ուրեմն ես ինքս նկատել եմ, որ մոտավորապես 3 տարի ամեն գրքի վրա Հրաբուխի շուրթին գիրքս պատրաստ էր դեռ անցյալ տարվա սեպտեմբերին։ Իմ գնալ, գալու եւ մի քանի այլ ասենք դիզայներ, խմբագիր եւ այլն այսպես տեխնիկական խնդիրների պատճառով ձգվեց եւ եկավ հասավ այս տարվա ամառը, տպվեց ամռանը։ Այսինքն եթե տեխնիկական խնդիրները չլինեին, ելի կստացվեր օրինաչափ 3 տարին մեկ։ 15-ին առաջին գիրքս մենակությունս այ որը վառել եմ։ 18-ին մենք կարող ենք իդեպ ցույց տալ շապիկներով էլ մեր հեռուստադիտողները գրքերը տեսնեն եւ տարբերեն։ Սա ուրեմն հեքիաթավերջի գիրքն է, որը 18-ին է լույս տեսել։ Այս գրքում շատ լույս կա, այս գրքում մեծ հավատ կա, ակնկալիքներ կան։ Այսինքն ամեն մի գիրք մոտավորապես այդ շրջանն է արտացոլում։ Բնականաբար, որովհետև մեր կյանքի փոփոխությունները չեն կարող ստեղծագործական ուղու վրա չազդել եւ իրենց հետքը չթողնել։ Այո, անդրադարձ չունի։ Ես, չէ, կան, գիտեք, ասեմ, իրոք պոետներ կան, որ ինձ մի փոքր նույնիսկ զարմացնում է, թե ինչպես են կարողանում, ասենք, թե պատերազմական ժամանակ, երբ որ կոնկրետ պատերազմի մեջ ենք, պատերազմող երկիր ենք, հա, սիրո մասին բանաստեղծություն գրել։ Կտրվում են իրականությունից հավանաբար։ Եթե կարողանում են, կեցեն, ես չեմ կարողանում։ Սա խելակորույս աշխարհ։ Ուրեմն ամեն մի գիրք անվանվել է մեկ բանաստեղծության վերնագրով։ Հեքիաթավերջի, այնտեղ ունեմ այդ գործը հեքիաթավերջի։ Եվ դա ձեր ամենասիրելի գործն է, թե գուցե առաջի գործն է, որ եղել է գրքում։ Առաջինն եմ տեղադրում սովորաբար, բայց առաջին գործը չի դա։ Սովորաբար առանձնացվող գործ է։ Գիրքը 21 թվին է լույս տեսել, որտեղ արդեն տեղի էր ունեցել Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը։ Եվ այն գործերը, որոնք որ ստեղծվել են մինչ պատերազմական վիճակը, տեսեք, այստեղ կան այսպես հայկական նախշեր են, հայկական գորգերից վերցված, այս խաղաղ գեղեցիկ ընթացքով գալիս է եւ անսպասելի, սեպտեմբերի 27-ը բոլորիս համար անսպասելի, ու կտրուկ դառնում է սև ու սպիտակ, այնտեղ արդեն պետք է բացել նայել փոխվում է դիզայնը։ Իսկ որպես ստեղծագործող շատ եք ճակերտավոր խառնվում գրքի դիզայնին։
Չէ, դիզայնին չեմ խառնվում։ Համաձայնություն կարող եմ տալ կամ չտալ, չեմ ուղղորդում։ Դիզայները ինքը պիտի աշխատի, բայց կարող եմ որոշ դետալների հետ։ Այո, բնականաբար դա իր աշխատանքն է։ Ինչպես օրինակ ասենք թե չեմ սիրում, որ իմ պոեզիային այսպես գլխով ոտով ձեռքով մտնում են խմբագրում։ Այո, չեմ սիրում ես դա նույնպես։ Սա խելագարույս աշխարհ բանաստեղծությունը գլխի վայրադրված հասկանալի պատճառներով։ Տպարանից զանգում են խմբագրից, ասում են սխալ եք ուղարկել, մի էջ թարս է դրված։ Խմբագիրս ասում է, եթե դուք սաշին ճանաչեք, այս զանգը վստահ չէի կանի։ Մի խոսքով դա պատահականություն չի, էլի արտահայտում է այդ ժամանակը եւ կոնկրետ խելագարույս աշխարհ գործը գրքում տեղադրված է։ Եվ վերջապես հրաբուխի շուրթինը։ Եվս իմ սիրած գործերից մեկն է, որով եւ սկսվում է այս գիրքը։ Ես իմ ամեն բանաստեղծության մեջ չի որ կա։ Այդ բանաստեղծության մեջ ես շատ եմ։ Իմ զգացողությունն, իմ ապրումները շատ են։ Իսկ կարողանանք ինչ-որ հատված նաեւ մեր հեռուստադիտողի համար ընթերցել թեկուս։ Հենց այդ բանաստեղծությունից թե որից որ կուզեք, որը որ ավելի հոգեհարազատ է ձեզ։ Ոյ, սա է իմ աշխատանքային գիրքը։ Եկեք ես կարդամ, որ նաև ավելի արդիական է մեր օրերի համար։ Խնդրեմ։ Ուզում ես գոռա, ուզում ես գժվիր, ուզում ես գրիր բանաստեղծություն։ Ոմանք բառերը չեն լսում նույնիսկ, ոմանք լսում են լռության լեզուն։ Ուզում ես պատմիր արևի մասին, լուսատիտիկներ շարիր տողերում, ոմանք կթարեն ամպերի ուսին, ոմանք կճախրեն լույսի շողերում։ Ուզում ես ափով հպվիր մայր հողին ու բարձրաձայնիր տագնապը նրա, ոմանք հրթիռներ կարծակեն էլի, ոմանք ծաղիկներ շաղ կտան վրան, ու գալարվում է երկիրը ցավից, ու թվում է թե վերջ չունի չարը, սակայն բարին է նորից ու նորից քնքշորեն փրկում մեռնող աշխարհը։ Շնորհակալ եմ, հրաշալի։ Վստահ եմ ընթերցողները մեծ բավականություն են ստանալու գիրքն ընթերցելիս։ Ինչ եք փորձում ընթերցասերներին այս ստեղծագործությամբ փոխանցել։ Գիտեք, նույնիսկ պատերազմի ժամանակ նախ ասեմ, որ առաջին մեկ ամիսը ես պապանցվել եմ։ Ի վիճակի չէի։ Ես ինձ թվում է, թե օրվա ընթացքում շնչելնել էի մոռանում։ Շատ ծանր եմ տարել այդ պատերազմը։ 90-ականներին այդքան չէինք պատկերացնում։ 90-ականներին ինֆորմացիան այդքան շատ չէր նաև։ Նաև այդքան շատ չէր։ Ես ամբողջ պատերազմը վերապրել եմ։ Մի ամիս հետո, հասկանալի է չէ, որ ցավը բթանում է ժամանակի մեջ, բթանալու հատկություն ունի։ Կամաց սկսեցի ինձ գտնել եւ արձագանքել այդ իրադարձություններին։ Ցավոտ են այդ բանաստեղծություններս։ Ես չգիտեի ում մեղադրեմ։ Ես չգիտեի, ես մի բան գիտեմ եւ էլի այսօր այդ կարծիքին եմ։ Այնինչ տեղի է ունենում մեր երկրում, սցենարը դրսից է գրվում։ Ես ավելի քան դրանով վստահ եմ։ Նույնիսկ բանաստեղծություն ունեմ, որտեղ գրում եմ իմ կռիվն աշխարհի հետ է, իմ զենքը գրիչ է ու թուղթ։ Տեսեք, ասենք, այս վերաբեր, բայց կատարվում է այն ինչ չպետք է լիներ։ Կատարվում է ամենաանարդարը ու մեր աչքի առաջ կրկնվում է պատմությունը։ Եվ եղան, բնականաբար եղան ցավոտ արձագանքներ, ու սա տևեց շատ երկար, պատերազմից հետո էլ, մոտ 6 ամիս ես այդ վիճակում էի, ընթերցողներն էլ ինձ հետ, մինչև որ արդեն գարնան կողմը, 21-ի գարնանը, ընթերցողներիցս մեկը գրեց, Սայս ջան, կարդացի ես գործդ վերջին, 10 անգամ կարդացի, 10 անգամ լացեցի, ու այստեղ մտածեցի, մի վարկյան, դու և քեզ պիտի հանես այս դաշտից և այս մարդկանց, և սկսեցի փնտրել, ուր տանեմ, ինչ անեմ, ինչի մասին գրեմ, որ չլացեն այս մարդիկ, մեղք ենք, վերջի վերջո մենք մահվանն էլ պիտի ապրելով հաղթենք, մենք իրավունք չունենք այսպես։ Եվ նույնիսկ, տեսեք, նույնիսկ են բանաստեղծություններս, որոնք որ պատերազմական օրերին են գրվել ու ամենացավոտն են, վերջում անպայման հույսի ու լույսի տեղ եմ թողնում, բերում եմ այդ հույսն ու լույսը, այսինքն դա այն ուղերձն է, որ ես ուզում եմ փոխանցեմ իմ ընթերցողին, մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Ես նույնիսկ մի բանաստեղծություն ունեմ, հենց այդպես էլ կոչվում է հույսս։
մենք պարտավոր ենք անգամ եթե հույսը շատ չնչին է, շատ փոքր է, մենք պարտավոր ենք նրան փայփայելու, գուրգուրելու, պահպանելու ու նորից վերհարնելու, ինչպես հրաբուխի շուրթին բանաստեղծության մեջ եմ գրում, փյունիկի նման մոխիրներից վերհարնելու։ Սա է այն ուղերձը, որ ես ուզում եմ ասեմ, այո, մենք անցնում ենք դժվար ճանապարհով։ Մեր ժողովրդին հեշտ ճանապարհ չի տրված, հային, բայց չհուսահատվել։ Շատ լավ, եւ ամփոփելով զրույցը մի թեմայի էլ կուզեի կարճ անդրադարձ ունենալ, որը արդի գրականության մեջ տարածված խնդիրներից մեկն է, գրագողությունը, ինչպես եք դուք որպես ոլորտի մասնագետ սրան վերաբերվում։ Ցավալիորեն պիտի ասեմ, որ իրոք շատ տարածված երևույթ է գրագողությունը եւ ավելի քան ես կարող եմ նույնիսկ պատասխանել, ասենք թե կամ համոզված եմ, թե որտեղից է դա գալիս։ Դա գալիս է բարձի թողի վիճակից։ Չեն զբաղվում դրանով։ Մատերի արանքով են նայում։ Մի քանի անգամ նույնիսկ փորձել եմ գրական միջավայրում ինքս գրողների միության անդամ եմ, փորձել եմ բարձրաձայնել այդ հարցը, որ այսպես չի կարելի։ Որևէ քաղաքակիրթ երկրում կամ առնվազն իրեն քաղաքակիրթ համարող երկրում չկա այսպիսի երևույթ, որ ինչ ուզեն անեն տողերիդ հետ, ինչպես ուզեն վարվեն, կուզեն կերքեն իրենց անունը կգրեն, կուզեն կարտեսանեն, կասեն, որ իրենք չի կարելի, եկեք այսպես, եւ գիտեք, այնքան արտարոց տարօրինակ պատասխաններ եմ լսել հակասական, օրինակ ասենք, թե լավ է, երկիրը պատերազմի մեջ է կամ հետ պատերազմական վիճակ է կամ նախապատերազմ, այսինքն միշտ մի խնդիր գտել են, իսկ դու խոսում ես գրագողությունից, պատկերացնում եք, ասենք, ու այստեղ սկսում է ծաղկել։ Մի խոսքով, ես այստեղ հիշեմ Չերչիլի այդ հայտնի պատմությունը, երբ որ պատերազմի ժամանակ նրան ռազմական նախարարը առաջարկում է կրճատել մշակույթին տրվող գումարների ծախսը, քանի որ այլ խնդիրներ կան շատ ավելի կարևոր, հա, եւ Չերչիլը պատասխանում է, եթե մշակույթ չունենք, էլ ինչի համար ենք պատերազմում։ Ես հիմա սա ինչպես տեղ հասցնեմ, որ հասկանան մշակույթը պահպանել է պետք, մաքրել է պետք, սխալ երևույթների դեմ առնել է պետք։ Ես ինքս բախվել եմ մի քանի անգամ, այն աստիճան պատկերացրեք, որ բանաստեղծություն եմ գրել, նվիրված իմ գրագողերին։ Ամեն անգամ գրելուց մտածում, տեսնես այս բանաստեղծությունից հիմա ինչն են տանելու։ Մի շատ հետաքրքիր երիտասարդ պոետ ունենք, ով ցավոք ռուսերեն է ստեղծագործում, բայց ինքը նաև թարգմանում է հայերենից ռուսերեն իմ ստեղծագործությունները ու առաջիկա մենք կունենանք նաև հայ-ռուսերեն հավաքածուն բանաստեղծություններից մի հոդված գրեց, մի հրաշալի հոդված գրեց գրագողերին ուղղված, որտեղ մեկ նախադասություն ընդամենը ցիտեմ, ուրիշների գործերից գողացված ադամանտները ձեր բանաստեղծություններում կդառնան գրաֆիտ։ Եվ իրոք դրա ականատեսն եմ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ այս բովանդակ զրույցի համար, ուրախ եմ, որ հեռուստադիտողին կարողացանք ներկայացնել թե ձեր վերջին ստեղծագործությունը, թե առասարակ խոսել ձեր գրական ուղուց համեմված թումանյանական շնչով, ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես։ Սիրելի հեռուստադիտող, տաղավարում զրուցում էինք Սաշ Հայկազունու հետ, որը հեղինակել է մի շարք գրքեր, որոնք արդեն եթերում մենք քննարկեցինք, եւ վերջին ստեղծագործությունը Հրաբուխի շուրթին, որը արդեն վաճառքում է, կարող եք ձեռք բերել եւ ուսումնասիրել մեր ժամանակակից գրողի արդի մտքերը պոեզիայի շուրջ եւ պոեզիայի համար, իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Անահիտ Ղազարյանը իր պատմական դադարով։